Հարգելի հայրենակիցներ, վերջին ժամանակներում անընդհատ նկատում ենք արցախցիների նկատմամբ համակարգված ատելության խոսքի տարածում տարբեր սոցիալական կայքերի միջոցով, հատկապես մարտի 29-ին տեղի ունեցած հանրահավաքից հետո տեսանք, որ տարբեր կենտրոններից կառավարվող եւ շատ հաճախ կեղծ օգտահաշիվներով ատելություն են սերմանում արցախցիների նկատմամբ։ Տեսնում ենք, որ այդ ատելությունը կառավարվող է, հիմնականում կեղծ օգտահաշիվներից է արվում եւ երբեմն նաեւ մեր որոշ հայրենակիցներ զոհ դառնալով այդ ռոպագանդային միանում են այդ ատելության քարոզին։ Շատ հաճախ այդ ատելության քարոզը, երբ որ գնում ենք հետքերով, հասկանում ենք, որ դրա հետևում կանգնած են Հայաստանի Հանրապետության իշխանությունները, ասեմ ավելին, իշխանությունները ոչ միայն կեղծ օգտահաշիվների կառավարմամբ, այլև իրենց ինֆլուենսերներով, իրենց համակիրներով եւ ինչու ոչ իրենց падգամավորների բերանով են ատելություն տարածում արցախցիների նկատմամբ։ Սա անընդունելի է, դատապարտելի է եւ այսպես չի կարող շարունակվել։ Այս արարքները պետք է իրենց եւ իրավական գնահատականը ստանան եւ մեր հանրության կողմից արժանանան արժանի գնահատականի։ Ոչ եմ անում մեր հայրենակիցներին չտրվել այդպիսի սադրանքների, ոչ եմ անում չհավատալ այդ կեղծ ռոպագանդային եւ նաեւ ոչ եմ անում լրատվականներին, երբ որ հանդիպում են բռնության քարոզ եւ ատելության խոսք արցախցիների կամ մեր հայրենակիցների ինչ խմբերի հետ կապված է լինի, այս պահին արցախցիների նկատմամբ է, բայց ըստ անհրաժեշտության տեսնում ենք, որ այդ ատելության խոսքը մեր հանրության տարբեր հատվածներին է ուղղվում։ Խնդրում եմ հեռացնել, թույլ չտալ, որպեսզի որոշ ուժերի, հակահայկական ուժերի կողմից մղվող այդ պառակտումը տեղի ունենա։